Թիկունքումս մարդ չլինի։ Ձեր թիկունքում միայն Թաշինյանն է։ Երեխեք հետով հրում։ Բայց ես չեմ կարա, արի ես կողմավացը պահի կյանք որտեղ։ Շատ ծանոթ է։ Երեխեք բայց դու որ արդեն մեղաչին։ Թիկունք չեն կենա, բայց դուք որ առաջ չգաք Թիկունք հասնում։ Եթե առաջ գաք, նաև գուցե դնեք երեխեք։ չի գրի երեխեք ծածկ։ Ձեր լարվածությունը բայց անցավ, չէ՞ ոնց որ։ Շատ լարված եք։ Դրական նոր ժանր, այսինքն։ Չէ, իրականում ձեզ հարցեր ունենք տալու։ Ես հարգալից վերաբերվեք ուրեմն։ Կներեք, ձեր ներկայությամբ ես խուլիգան ասեցին, մի հատ էլ ոստիկան հրավիրեցին։ Հանձնաժողովի նախագահը։ Խուլիգանական արարքներ նկատի։ Ոնց։ Կներեք, Հիմա դրա մասին ենք խոսալու հարգելի։ հա ինչի՞ չէ որ։ Հիմա էլի սկսեցիք սադրել։ Խնդրում եմ հարգելի։ Չեք սադրում, դուք եք իրադարձություններ ստեղծում Հայաստանում լույսը չբացված։ Պատրաստ եղեք նաև դրանց մասին հարցեր ձևակերպել ձեր հարցադրումները։ Պարոն Պետրոսյան, Սցենարով այսօր եկավ հասավ այստեղ, այս մեծի հարցը։ Ի վերջո դուք նախագծել եք նաև այս ավարտը, այս վերջաբանը եւ ինչ եք պատրաստվում անել սրանից հետո, որովհետեւ հասկանալի է, որ այդ դուք եք տիրապետում իրավիճակին, դուք եք ստանում, այսպես ասած, կոնկրետ հանձնարարականներ եւ այլն։ Տիրապետում իրավիճակին ձևակերպման համար շնորհակալ եմ, այո, ես տիրապետում եմ իրավիճակին 6-ում։ Գործընթաց է։ Նկատում եք քանդելու, հեծը քանդելու։ Դուք հարց եք տալիս, թե պնդում եք անում։ Խնդրում եմ մեկնաբանեք, ես հարցս արդեն ձևակերպել։ Ձեր հարցին պատասխանում եմ ուրեմն։ Գործընթացը ինքնին շարադրված է էներգետիկայի մասին օրենքով, էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով եւ ինձ համար մասնավորապես ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելով մի շարք վերահսկողական, ստուգողական եւ այլ գործառույթներ հեծում մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ տևական շրջան հեծում տիրող իրավիճակը թաքցվելով եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից եւ իրավասու վերահսկողական եւ տեսչական լիազորությունները ոչտված պետական այլ մարմիններից բերել հանգեցրել այն ճգնաժամային իրավիճակին, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված էր վարույթ հարուցել վարչական հեծի նկատմամբ եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով եւ իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար հեծեկզրկի լիցենզիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների եւ այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որ ես տիրապետում եմ եւ իրավասում եմ այդպիսի ենթադրություն։ Դուք 8 տարի իշխանության եք, 8 տարի դուք որպես պետական ձեր կառավարման տակ է ամբողջ պետական համակարգը։ Միահեծան իշխանություն է։ Դուք հարցով ձևակերպի պատասխան։ կներեք, դուք գնահատական մի տվեք, դուք դրա իրավունքը չունեք։ Ուղղորդման մասով ասեմ, որ որևէ ուղղորդում այդտեղ չկա, ես հանձնաժողովի նախագահի նշանակման պաշտոնյա եմ, ես չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել, հարգելիներ։ Բայց նշանակողը ուղղորդեց իրավապահ համակարգին։ Էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունների հետ նախագիծը մեջ բերեցիք, բայց դա հակասահմանադրական են համարում։ Հենց ի սկզբանե գործընթացները դուք սխալ տեղեկացված եք կամ խեղաթյուրում եք գիտակցված փաստերը, հարգելիս։ Սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Քանի դեռ սահմանադրական դատարանը չունի կայացած վճիռ, որը մեկ իրավունք չունի ասելու սահմանադրական այս գործընթացը։ Սպասեք սահմանադրական դատարանի
Պարոն Պետրոսյան, Բայց դուք միջազգային դատարանի որոշում եք արդեն իսկ արհամարել, հենց ձեր նշանակումը վիճարկվեց եւ միջազգային դատարանը փաստորեն ձեզ փաստի առաջ է կանգնեցել։ Դուք արհամարել եք անգամ միջազգային դատարանի որոշումը եւ թույլ տվեք, քանի որ ես չեմ գործադիր իշխանությունն է եւ ձեզ նշանակող մարմինը այդ հարցերին ես կարամ անձնական գնահատական տամ, որից ձեր ստում լավ է, բայց դուք չեք խուսափել մինչև հիմա, ինչու՞ համեստացան բացահայտումները կարելի մի րոպե էլի Գործընթացը ունի մի շարք կողմեր, հա, վերջապես հանձնաժողով, հաջող անդամներ, օպոնենտ կողմը, լավագույն փաստաբանները հանրապետության գնահատմամբ, ամենահետաքրքիր մարդը ես եմ։ Պարոն Պետրոսյան, որտեղ դուք եք երազել 22 թվականից այս հեծի տնօրենը դառնալ, ինչպես հասկացանք, ըստ զեկուցողի։ Միջազգային դատարանի որոշման հետ կապված հստակ ներկայացրել էր, թե ինչպիսի ընթացք պիտի լինի եւ դրանից հետո ինքը զրկվեց աշխատանքից։ Հիմա դուք ուզում եք մեզ համոզել, որ այս ամբողջ գործընթացը մի վարքյան, դուք ուզում եք մեզ համոզել, որ այս ամբողջ գործընթացը օրենքի շրջանակում է։ Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է, ես համոզված եմ, որ օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել։ Իսկ պարոն Պետրոսյան, Գործող օրենքի շրջանակում է բացառի ճշտության գործընթացը։ Պարոն Պետրոսյան, մենք էլ էլի Հիմա երկխոսության է վերածում անջան։ Պարոն Պետրոսյան, ասում եք բացահայտել եք ձեր այս պաշտոնավարման ընթացքում տարիներ շարունակ եղած խախտումներ եւ ինչ որ փաթեթներ եք կազմել։ 7 տարի իշխանության եք եղել, կա անկախ հանձնաժողով, որ 7 տարի գործել է, որի անդամները նաեւ ազգային ժողովում ներկայացնում են իրենց։ Եվ դուք էլ եղել եք վերահսկողական ծառայության պետը։ Այո, դուք էլ ունեցել եք Դուք ունեցել եք ամենամեծ լծակներն ու իրավունքը։ Ինչու այս տարիներին որևէ անգամ չի հնչել մի հայտարարություն, մի բացահայտում, որը նաև կհիմնավորեր, որ այսօր ձեր խոսքը, ձեր ասածներ չդրվեն։ Եվ վարույթներ չեն եղել դրա վերաբերյալ։ Պետական վերահսկողական ծառայությունը լիազորված է վարչապետի վերահսկողական լիազորությունը իրացնել գործադիր իշխանության մարմինների եւ ենթակա հիմնարկների նկատմամբ։ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում հարց պատասխանեք ուզում իմանալ։ Ասեք, պարոն Պետրոսյան։ Եվ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում օրենքի ուժով սահմանադրությամբ ձևավորված ինքնավար մարմինների որևէ տեսակի վերահսկողություն։ Այդ մասով դա հաջորդի նախորդ շրջափուլի գործունեության համար թիվ 1 պատասխանատու անձը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը երկրորդ շրջանի ընտրության հենց սկզբից լքեց իր պաշտոնը։ Ես կարծում եմ դա եւս ահազանգ էր, նաեւ ցուցիչ էր, որ ՀՑԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն։ Բայց ինչու մի հայտարարություն, դուք ոնց եք իմացել, որ անգործություն։ Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, դուք էլ արժեզրկում եք իմ առածը։ Դուք հիմնավորում եք հայտարարությունը։ Պետրոսյանի նշանակումն էր ցուցիչ, որ սպասում են նման։ Հիմա դուք փաստաբանն եք նախ։ Չէ, ես հարց եմ տալիս, ասում եք։ Մեսրոպյանի շտաբում ասացեք, ասում նախորդ շրջանի նախագահը։ ՔՊԱ-ական է եղել։ ՔՊԱ-ական է եղել եւ Ես այդ համագործակցած մարդ է բերվում, դա ցուցիչ չէ, բայց Բաղրամյանի հերացումը ցուցիչ է։ Բայց որևէ օրենսդրական արգելք չկա մեծ այդ համագործակցած մարդը, ով այդ պահին վայր է դնում իր կուսակցական պատկանության մանդատը, կամ սառեցնում է իր հայացքները սառեցնում էին։ եւ նվիրվածությունը ձեզ Ժորժան ձեր կուսակցական գաղափարներին լուրջը ո՞րն է քաղաքական հայտարարությունները կաները դուք մի որոշեք լուրջա թե անլուրջա Դուք ես ամբողջ process-ը այդքան լուրջ եք համարում, հա։ Սա անլուրջ է, բայց ինչ եք լուսաբանում որ անլուրջ է։ որտեղ դուք Ժորժան, եթե անլուրջ process-ը գնացեք ձեր գործերը գացեք պարլամենտում բյուջեն եք քննարկում։ Ինչ եք եկել ՀՑԿ-ն։ մեզ հանձնարարություններ մի տվեք կարելի է Բայց դուք չավարտեցիք իմ հարցի պատասխանը, պարոն Պետրոսյան։ կներեք Ռուսի մեջան Պարոն Պետրոսյան, ի վերջո դուք ասում եք կոծկվել է, ես իմ գործընկերուհուն շարունակեմ։ Եթե կոծկվել է հանցավոր ձևով, հանցավոր նպատակով, այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել ձեր կարծիքով այդ կոծկերման պատասխանատվության ենթարկվել են, դուք ասում եք հեռացավ Գարեգին։ Վերջապես լավ հարց տվեցիք, ասեմ ձեզ, այս պահին հանրակոռուպցիոն զգացմունքային եք, այսօր անդամականներ եք կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որտեղ քննվում են բոլոր այն փաստերը եւ կտրվեն այդ փաստերին
քրեիրավական գնահատականներ, որոնց մասին առաջ նշեցի։ Իսկ ինչու իրավապահները սկսեցին այդ վարույթները եւ այդ ամբողջ process-ը նախաձեռնել հենց այն փուլում, երբ որ Սամվել Կարապետյանը արեց այդ կարճայարությունը հասցրել։ Չէ, դուք դրეთ այն ընթացք դրվել։ Փաշինյանի գրառումները արվել են, խոսում գրառումները արվել են հենց այդ արդյունից հետո։ Սպառիչ պատասխանեմ ձեր հարցին, որովհետև նախկին ղեկավարները Հեցի եւ կառավարիչների գուցե հակված չեն եղել, այսպես ասած, իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրապահ մարմիններին եւ բոլոր խախտումները, արերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել։ Հանձնաժողովի նախագահը, որի մեղադրում եք կոծկումների համար, իր հետ հանդիպում եք հանձնաժողովում դեռ թիմակիցները։ Դա ինչու՞ չէր այդ դեպքում ընթացք իրավական ընթացք կասեք նախկին նախագահային հանձնաժողովի, ասում եք կոծկել է եւ այլն։ Այսպեսի բան չէ։ Չէ, դուք ասացիք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 7 տարի բարձր վարկանիշ էր, հա, տվել։ Այդ առումով ինչ կարող եք ասել, ըստ էության ավելի բարձր է, քան անգամ պետության վարկանիշը։ Հիմա պատասխանում եմ այդ հարցին եւս սիրով։ Անհասկանալի է մնում մինչ օրս, թե մեր պետության միջազգային վարկանիշից ինչպես են վարկանիշ տվել մեր պետությունում գործող մասնավոր ընկերության կառավարման համակարգի համար կառավարման որակի տվել Ինքն է ասել կոծկել, վերջին արտասուծումը ասել, որը Նյուզի եւ հրապարակել եւ Free News-ին։ Ես ին տարակուսանք Եկեղեցու Բաքվում տված ասեցի պետության վարկանիշից մեկ միավորապես վարկանիշ պետության պետական միավորը հանելով եկավ կավիրա տեղը նորմալ է հեծը մեր պետության հավասար ռեյտինգային միավորնես 5 միլիոն 200,000 դրամ։ Ես թե ինչքան աշխատավարձ եմ ստանում դա իմ անձնական Ես էլ չկտակ եմ անում։ Ջորջան, խնդրում եմ մի անջատեք, մարդիկ իմանան թե մենք ուսանքազրկում ունենք, բայց ուսանքազրկում չունենք 30% իրականությունը նվազել Ավել է գրում։ Ուսանքազրկում Սամվել Կարապետյանի հաշվին ասեմ, մենք վերացրեցինք մի շարքականներ եւ նաեւ հերթապահություն ենք աչքի հարցին պատասխան սիրով։ Ասեմ, թե ինչքան եմ աշխատավարձը ես պաշտոնատար հայտարարու անձեմ իմ հայտարարագրում կրես անշուշտ, բայց ես ձեր հարցին պատասխան կարող եմ ասել։ Ես եւ իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք այն միլիոնավոր 10 միլիոնով դրամ պարգևաչներից, ոչ ասել են այդ որոշ վիճարկող եւ ազատված պաշտոնյաները։ Այդ հարցը մի անգամ ինչի չեք իրանց ուղում, որ մելակին միլիոն Կարապետյանի հաշվին Դա ինչքան է։ անձնական հարց է, Բայց ուրիշի Մարդիկ եկող են վերջում են ամեն ամս է կապ վճարում։ դուք բարական քազը կարտել Ես պարոն Կարապետյանի ընտանիքի համար բավականին մեծ շնորհակալություն եմ արել 3 ամիսներ, 3 հարգելի գործընկեր։ Հիմա հիմնավոր եմ ասածս։ Ես ոչ միլիարդավոր, ապա հարյուրավոր միլիոն դրամների խնայողություններ ծնտաների արդյունքում։ Ներդրումային ծրագրի իրականացման մատակարարումների գործընթացների թափանցիկությունն ապահովել արդյունքում։ Ինչպես նաև Նիչին ու դինողակներու մարկա շրջանության դեմ պայքարելով ահռելի խնայողություններ մարել, որոնք վերջնարդյունքում դառնալ են շահույթ եւ դրա շահույթը վճարել Կարապետյանի բանակը դիվիդենդ անդրեց։ Ձեր արածը պոպուլիզմ չի, ձեր արածը X գումար աշխատանքը կորեկտ։ Պարոն Պետրոսյան, ես ասել կորտել եմ, Հարգեք ձեր գործընկերները։ Բայց մարդը կարող է գործընկերս Դուք Հայաստան հարցանք հարկած եք։ Օրենքը
վեր է, չէ՞ բոլորիցս։ Ուժով եմ ասում իմ լիազորությունները։ Բայց հարցի պատասխանը Արմոտ Անդրեաս Կարապետյանը Հարականության 10 միտը որ ասել բարական դա Հասենք հարց կար մեր երկրում հասի 7 տարի հասանք հեցի հարցին։ Գաղափարի մասին բավականին ծավալ եւ հիմա սրա վերաբերյալ եւ դուք ասեցիք որ ինքը դադարեցրել է անդամությունը քաղաքացիական պայմանների մեկ օրվա ընթացքում դադարեցրել նաեւ նրա քաղաքական կապերը Հիմա դուք լրագրողը որպես պարտավոր եք անաչառ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել, բայց դուք ներքուստ ունեք ձեր քաղաքական հակումները ու ազատ եք այդ համոզմունքները մեջ համաձայնությամբ երաշխավորած ձերքի ազատությունը երկրում ինչ կապ ունի համապատասխանում հակված անձը իր լիազորությունը իրացնից քաղաքական դասքները եթե չի դրսևորում քաղաքական նախապատվություններով չի շարժվում Դրա համար է քեցի աշխատողների լրագրողը 4 իշխանության մասը հարգել ցույցերի Ժորժ իշխանությունը պատրաստ եք այդ Ես քանի սաղաթ եք ստեղծած երկրի համար ձեր ստեղծած երկրի համար ցավացեք ու ձեր ստեղծած հեղինակության համար ցավացեք որտե մեր համար մի վիրավորեք լրագրողներին այսօր լրագրողները ձեզնից պատվարժան են պահում պետությունը վիրավորեցի մասը դե ուրեմն մեծ խուլիգան եք ասում ցավում եք դուք ասեցիք այս կսակիցն ասած դուք մի հատ բերեն չեկաք ինչ որ կատաղությամբ այդ ինչ խոսելու ձևը ոստիկան են հրավիրում Թուրք ներդրողների ձեռքին հիմա Դավիթ Ազենյան հայտնեց որ հայ ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամները եղել են Թուրքիայում եւ վարկած կա որ թուրքական ընկերությանը կարող է պատկանել այս ընկերությունը Դրանից շատ շատերը արդեն երկրներում են եղել վարկած կա որ դուք ֆինանսավորում եք այդ երկրները Համ սպնդում անեմ ես չեմ կարող չպնդում անեմ թե հիմա ձեր ձեր նշած անձը ինչ պնդումներ արել պնդումները մասն են հարցադրում չի հետաքրքրում ՀՑԿ-ի ներկայացուցչական ՀՑԿ ներկայացուցչականով ինչու է եղել Թուրքիայում ում հետ հանդիպել արդյոք այդ հանդիպումը կարող է ունենալ թեզի ներդրումներ անելու հետ դա ձեզ չի հետաքրքրում որտեղ խոսում է ազգայնական մասին հիմա ոնց որ մտածություններ կան թրքացման դա ինձ այնքանով է հետաքրքրում որքանով ինձ հետաքրքիր չէ թե դուք որ ուժի եք ոնց դուք հարցերը նշանակում գործողություններ ունեցած են պատվիրված ես հայտարարություն եմ Ժորժան ռազմավարական օբյեկտի հետակա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀՑԿ-ը ընդունած որ այսօրվա կամ գուցե հետաձգված մինչև ամսի 18-ը մաքսիմում որոշման բովանդակությունից ՀՑԿ-ն է այն լիազոր արմին սահմանադրական ինստիտուտը որը պետք է կանխորոշվի որևէ գնաց դա ազդեցություն որևէ բան չի նշանակում ո՞նց է բացառում պետական պաշտոնյաներ են աշխատանքային այցով են եղել ներդրումներ չեն լինելու հետ կարող եք դա մեր Պարոն Պետրոսյան Պարոն Պետրոսյան եթե կարելի մի հարց Պետրոսյան դուք ազգային ես խրատական դասը մի տվեք Պետությունը եթե հետ լիցենզիա եւ գնացությունն ինչ կշարժի չեմ կարող հիմա առաջարկը երեք որոշումը լինի
որոշում ես կմեկնաբանեմ։ Մեզ բան չեմ կարող։ Հետի նախ որոշում պետք է լինի, որ նոր Օրենքի գերակայություն երաշխավորելու առումով կարծում եմ ահռելի տարբեր Հստահեցում եմ 3 ամիս կարող են նվազել հոսանքինը։ Դուք ինչ մեկնաբանություն եք առնչությամբ։ Հոսանքի գինը հնարավոր է նվազել 3 դրամով։ Դուք ինչ մեկնաբանություն եք։ ինչ նվազեցել 30 լումայով։ Այդ հարցը ոչ նախարարին Вообще-то սա ձեր տեղը չի, պարոն նախարար, դուք չպետք է այստեղ լինեիք։